Սարա Գասպարյան, ընտրական տեղամաս 14 մի վայրկյան հիմա ավելի ստույգ որպեսզի լինի։ Տիկին Գասպարյան, առավոտից զրուցել ենք մի քանի վստահված անձերի հետ, բազմաթիվ ընտրախախտումների հետ կապված էին ահազանգում, ցուցակների հետ կապված կուտակումներ, ուղղորդումներ, քվեաթերթիկների դուրս հանել, դուք ինչ կարող եք ասել։ Ուրեմն 14/20 ընտրատեղամասում, թիվ 3 մանկապարտեզում, Մսուր մանկապարտեզում խախտումները ասեն բավականին էին, այն որ ցուցակներում մարդիկ ներառված չէին, բայց էլեկտրոնային կային իրենց տվյալները եւ հակառակ process-ը նույնպես կար, ուղղորդումները բավականին շատ էին, իհարկե հաշվի էին առնում, որ ուղղորդողները վստահված անձիկ էին ու բավականին տարեց, մի քիչ ավելի մեղմ էին մոտենում, բայց բավականին շատ ուղղորդումներ կային, շատ մեծ խնդիրներ ունեինք Արցախից մեր վերաբնակեցված բնակիչների հետ, որոնք ընդհանրապես գրեթե չկային ցուցակներում, բայց որոնք արդեն բավական երկար ժամանակ ապրում են այստեղ։ Ունենք ընտրախախտում նաև, որ հենց Վաղարշապատի բնակիչ էր, որը մոտ 50 տարի բնակվել է Վաղարշապատում, ընդամենը փաստացի գրանցումը փոխելու հետևանքով, այսինքն A կետից տեղափոխվել է B կետը, բայց ինքը Վաղարշապատից առհասարակ չի բացակայել ու գրանցումը չի փոխել։ Նույնպես մարդուն իրավունք չտվեցին ընտրություն կատարելու, ունեն լրացուցիչ ցուցակների արդեն 2-րդ, 3-րդ թիվը։ Կար նաև հանձնաժողովի կողմից բավականին լուրջ խախտումներ, այսինքն երեկվա դրությամբ նախ, որ ընտրատեղամասերը ժամը 14:00-ից փակ էին, գումարած դրան իրանց ունեցած թղթաբանության գրեթե 30%-ը պակաս էր։ Այսինքն երբ որ պիտի քարտուղարը լրացնի լրացուցիչ ցուցակ, ինքը չունի իր ձեռքի տակ ցուցակ, նոր չգիտեմ որտեղից բերում է, որը պիտի արդեն նախապես ունեցած լիներ երեկվան։ Տիկին Գասպարյան, այ ուղղորդման հետ կապված ասացիք վստահված անձերը, իսկ այդ վստահված անձերը ովքեր նաև փորձում էին ուղղորդել կամ ուղղորդում էին իշխանության ներկայացուցիչի վստահված անձերն են, թե այլ կուսակցությունների եւ կար ժառանգություն կուսակցությունից, կար ԿՊ-ից, բավականին շատ են եւ